Եվ այսպես 2014 թվականն ավարտվեց։ Ոմանց համար այն հաջող տարի էր, ոմանց համար ոչ այդքան։ Բայց որ լավագույնն ակնկալելով բոլորը սպասում են 2015 թվականին, դա հաստատ է։ Եվ այսպես, այս տարի առաջին անգամ հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է Նորայր Հարությունյանը։ Այո, ավարտվեց եւս մեկ հետաքրքիր տարի։ Ձին իր տեղը զիջեց այծին եւ ոչխարին։ Թող այս տարի ծնվածները ունենան հաջողություններ ուսման մեջ, աշխատանքում, անձնական կյանքում, ինչպես նաեւ գերազանց ֆիզիկական եւ հոգեկան առողջություն ունենան։ Այս տարի թող բոլորի սրտերում տիրի անկեղծ ուրախությունը, թող բոլորի աչքերը փայլեն, թող ոչ ոքի դեմքից ժպիտը չպակասի։ Ասում են, նոր տարին լավագույն ժամանակահատվածն է անցած տարվա արածը հիշելու։ Միասին հետ տանք ժամանակն ու վերհիշենք, թե ինչ գործունեություն է ծավալել Մարտիկ հաղորդաշարը 2014 թվականին։ Այս մարդը ժամանակին շատ ավելի մեծ ճանապարհ է կտրել անցել, նրա անունը Ջորջ Պողոսյան է։ Հայրենիք առաջին անգամ ոտք է դրել պատերազմական 1993 թվականին։ Օդանավակայանում տեսնելով առաջին պատահած վարորդին միանգամից ասել է. «Ինձ զորամաս տարեք»։ Հիմա էլ 21 տարի անց էլի զորամաս է գնում, բայց արդեն Նարեկ որդու մոտ։ Գիտեք, եթե ես ասեմ, թող իմ երեխան չծառայի, ուրիշի երեխան ծառայի, դա խաբեություն է, ինքս ինձ խաբում եմ։ Ինչու ուրիշի երեխան պիտի ծառայի, իսկ իմ երեխան չպիտի ծառայի։ Այդ դեպքում ես կեղծ հայասեր կլինեմ, մեզ ասաց Ջորջ Պողոսյանը։ Իսկ դեպի զորամաս տանող ճանապարհը իրոք երկար է։ Մեր հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանն է։ Նա տարիներ շարունակ իր աշխատանքը կապել է բանակի հետ։ Շատ բան է տեսել, բայց այսպիսի բան, երբ հայրն իր ձեռքով Ֆրանսիայում ծնված որդուն հայոց բանակ ծառայության ուղարկի, չէ, չի հիշում։ Երևի հենց այդ մասին էլ հիմա մտածում է։ Հայաստան գալուն պես ինչն է քեզ մեջ ամենաշատը տպավորվել։ Որ իմ երկիրն է, ոչ ոք չկար ասի, այդ վերադարձի քո երկրում դու օտար ես կամ դու արաբ ես։ Եվ շատ ուրախ եմ, քանի ուր որ գնամ մարդիկ հայերեն են խոսում։ Նարեկ, քո կամքն է եղել բանակում ծառայելը Հայաստանի։ Այո, նման իմ կամքն է եղել։ Իսկ ինչի։ Պապաս էլ նույն բանն է արել, նրա համար, որ ինքը ինձնից հպարտ մնա եւ նույն ադեն իմ պարտականությունը կանեմ իմ երկրի համար, որ իրավունք ունենամ ասելու ես հայ եմ ու հպարտությամբ։ Այս տարի մենք պատմեցինք հրետանու հետախույզ կրտսեր Սերժան Դեմիրճյանի մասին։ Նրա ծառայողական առօրյային ծանոթանալու էր եկել գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Տպավորություն ունեմ, որ տիեզերքում ենք։ Շատ հետաքրքիր է։ Օ, հրաշք։ Հարուտ մեկ մեր գլուխները կխփենք։ Բայց շատ հետաքրքիր է, շատ։ Ես եմ մեր բանակը։ Բրավո։ Բրավո Հարուտ։ Հարուտ ծնողները տեսնեին քեզ ինչքան կհբարդանային, Հարուտ։ Յուղ, էրգատ, բենզին, բոլոր հոտերը միաժամանակ են եւ իսկապես բանակի հոտ է գալիս։ Էй Թումանյան ականջդ կանչեր, որ ասում էիր իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք, այդ նոր հայրենիքի մեքենան եք նստած մենք հիմա, որը իր երկիրն է պաշտպանում իր նոր հայրենիքը, Հարուտ անունով հրաշալի տղայի հետ, շնորհակալ եմ։ Մենք հասցրինք նաև կատարել Մարուս տատիկի ցանկությունն ու մեզ ուղարկված կապոցը հանձնեցինք նրա թոռանը, Շարքային Աբաջյանին։ Այս առաքելության կատարման գործում մեզ օգնում էր կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, ով անձամբ կրակեց մեր հաղորդման հերոսի զենքով, ZU-23 զենիթային համակարգով։ Ես կարծում եմ, որ այս գործիքը ամեն մի հայ մարդ պետք է իր տան ունենա։
եւ նմանատիպ գործիքներ։ Սա լինելու մեր փրկությունը։ Հանդիպեցին կրտսեր սերժանտ Վարխուդարյանին, ով հակատանկային ջոկատի հրամանատար էր, եւ մեծ ոգևորությամբ իր ծառայության մասին պատմեց դերասան Շանթ Հովհաննիսյանին, ով մարմնավորում էր Գարեգին Նժդեհին համանուն ֆիլմում։ Չենք խանգարի, չէ՞ տղեկ ջան։ Կարող ենք նստել։ Ահա։ Ճիշտ ասած, ես արդեն փորձել եմ ձեր գերագուրից։ Ուզում եի հարցնել, այդ ինչ որ ուտում եք համոմա թե չէ։ Ցավոք սրտի շատ ընտանիքներ կան, որ իրենց երեխաներին այսպես չեն կարող գերագրել։ Շատ եք օգնած երևի, չէ՞։ Ահագին։ Դե շատ հարցեր չտամ, կեր եւ խոսեմ։ Ես տեսա որ կամպոտել ունեք։ Իհարկե կարող եք փորձել։ Հա։ Մեծ սիրով։ Կարծրեմ։ «2014-ին մենք հասցրեցինք ծանոթանալ մեր խաղապահներին, տեսանք նրանց զենքերն ու ականատես եղանք մի շատ յուրահատուկ զինավարժության։ Ձեզ, սիրելի հեռուստադիտող, պատմեցինք սերժանտ Հակոբյանի եւ նրա ծառայության մասին, իսկ նրա հետ մի ամբողջ օր անցկացրեց երաժիշտ կոմպոզիտոր Վահան Արծրունին, ով եկել էր այն զորամաս, որտեղ 1995-ից 1997 թվականներին ծառայել էր որպես ռազմական բժիշկ։ Մի տխրություն ավերժական եւ էլ ուրիշ բան չունե, կորուստների ողբ ու կակա եւ էլ ուրիշ բան չունե, թե ոգուս մեջ խնդության անարձագանք կան չունեմ, ամենքի հետ լուր եմ սակայն եւ էլ ուրիշ բան չունեմ։ 2014-ը նշանավորվեց մի շատ կարևոր իրադարձությամբ։ Մեր նախագծի հաղորդավար Տիգրան Մակարյանը զորացրվեց, եւ նրան փոխարինելու եկա ես, Նորայր Հարությունյանս։ Չեմ հասկանում ինչա կատարվում, հիմա գիտեմ այն որ 2 տարի ունեցել ես մի կյանք։ Մարտիկ հաղորդաշարում այլևս չես աշխատելու, հա, դա փաստ է, որովհետև այլևս զինվոր չես, իսկ մարտիկի սկզբունքներից մեկը, այո, որ պետք է հաղորդավարը պետք է շատ լավ է խոսում։ Հաղորդավարը պետք է զինծառայող լինի։ Ինչն ես կարոտելու մարտիկի ամենաշատը։ Մարտիկում չկա ինչ-որ մի բան, որը կարելի է ամենաշատը կարոտելու եմ հենց մարտիկը, որովհետև մարտիկը իրոք 2 տարի եղել է ինձ համար որպես ընտանիք, 2 տարի եղել է իմ համար որպես կացարան, ես ապրել եմ մարտիկ հաղորդաշարով, մեծ հպարտություն եմ զգում և ուզում եմ շնորհավորել այն մարդուն, ով կլինի ինձնից հետո մարտիկ հաղորդաշարի հաղորդավարը, Ես միանում եմ Տիգրանի շնորհավորանքին, մի քիչ ունեմ դրա իրավունքը։ Արի համաձայնենք, որ իրոք պատիվ է և իրոք շատ մեծ գործ է կատարում։ Օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունները շատ շատերին դրդեցին գնալ սահմանային զորամասեր և քաջալերել դիրքապահ զինվորներին։ Հենց այս կարևոր առաքելությունն իրականացնելու նպատակով էլ մենք Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի եւ նրա սաների ու նրանց հայրերի հետ գնացինք դիրքեր, զինվորներին աջակցելու։ Դե պատկերացրեք, թե ինչ ոգևորություն ապրեցին դիրքերում կանգնած զինվորները։
Վերջին անգամ երբ էր ես կանում արտեսել անցանդ։ Պրիսյակ եմ ոտից։ Զինվորներն իրոք անակնկալի եկան։ Համոզված եմ, ծառայության ընթացքում այսպիսի հյուրեր չէին ընդունել։ Մեր զինվորների զարմանքն ահռելի էր, երբ այսքան երեխաների տեսան։ Իսկ դուք պատկերացնում եք, թե ինչպես էր զարմացել ու ապշել հակառակորդը, երբ հեռվից լսել էր երեխաների ուրախ ձայները։ Իսկ չեք վախենա գիշերը դիրքում կանգնելուց։ Ոչ, իհարկե ոչ։ Կարող է գիշերն էլ գաք ստեղ։ Այո, իհարկե։ Մտքովդ երբևէ անցել է, որ քեզ կայցել են խրամատներում փոքր երեխաներ։ Չէ, սրանա ձեր դուխը շատ կարևոր է։ Ու դուք որտես հիմա նորից որ խոսեցիք, իրենց էս կրանում են այդ ամեն ինչը։ Կոմպոզիտոր Արա Գևորգյանի եւ իր դստեր Անիի հետ մենք շտապեցինք սահմանային զորամաս եւ ծանոթացանք ավագ սերժանտ Այզյանին, ով մեծ պատրաստակամությամբ ցույց տվեց իրենց առօրյան։ Նվագելը շատ ավելի հաճելի է, բայց երբ որ պարտադրված ես կրակել, ուրեմն պետք է պատրաստ լինես նաեւ կրակելու։ Պարոն Գևորգյանը ամենևին չէր կորցրել կրակելու գիտությունները։ Անիին կրակել սովորեցրեց մեր այսօրվա հերոսը։ Հասցրեցինք այցելել ականանետորդ կրտսեր սերժանտ Նարեկ Չոմոյանին, ով իր օրը կիսեց կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի եւ Կինո Պլյուս ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ։ Նրանք անձամբ հանձնառան Նարեկին տուն տանելու գործը։ Ամեն ինչ լավ է, չվախենաք։ Լավ լուր ենք բերել ձեզ։ Ձեր տղան շատ լավ ծառայում է, շատ առողջ է, բայց մի լուր էլ կա։ Լավ լուր։ Եկեք։ Գնանք, պատմեք։ Լավ ծառայում է, շատ լավ լուր տեսել ենք։ Ընդդից եք գալ, է՞։ Թույը տոքո։ Ամեն ինչ լավ է։ Ինչ է։ Ասես գնացեք, մամայից բարերեք։ Շատ լավ։ Քույրիկ ուրա։ Հիվանդ է հիմա։ Հիվանդ։ Ինչ է եղել։ Մրսելա։ Ջերմությունն։ Այդ լավ չի։ Լավ, ուրեմն այդ մի լուրը։ Համից է։ Հիմա մյուս լուրը։ Մյուս լուրն էլ այնա որ ինքը եկել է։ Ռիպսիմ է։ Ախ, նորջան։ Ռիպսիմ է։ Ախ, նորջան։ 2014-ին մենք անդրադարձանք նաև տանկային բիաթլոնին եւ ականատեսը եղանք մեր տանկիստների փառահեղ հաղթանակի։ Проехали на радости финишный отрезок. Ну молодцы, ничего не скажешь. Влезли как на пьедестал на Калийный мост армяне. Браво, ребята. Մեր հյուրը եղավ նաև սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը, ով մեր հերոս շարքային Բադալով Գրիգորիի հետ մի ամբողջ օր անցկացրեց զորամասում եւ առաջնագծում։ Ուզում ես զենքը տուր ես կանգնեմ։
Հա, բայց իրավունք ունես զենքը տալու ինձ։ Համ զենքը չի տալիս, համ ասում է կանգնի։ Առանց զենքի ես ոնց կանգնեմ այստեղ։ Շատ դժվար տեղ բան ասեցիր։ Դա բոլոր դեպքերում էսպես անենք։ Արի երկուսով կանգնենք, ոչ ոք չփորձի անցնել այս սահմանը, որովհետև Անատոլինա կանգնած եւ կարծեմ, որ ես էլ ենք անել անվստահ մարդ չեմ, ինձ էլ կարելի է վստահել։ Հասկանալի է, չէ, հասկանալի է, մենք կանգնած ենք։ Մի ժամանակ տարածված խոսք կար, երրորդը չպիտի ծխախոտը կպցնի կրակից։ Ես անդադ մտածում եմ, դա ինչ սովորություն է, դա ինչ արարում, ինչից է գալիս այդ։ Պարզվեց, որ պատերազմի ժամանակ սնայպերը նստած նշանը բռնում էր այդ մոմի վրա ու սպասում էր բախ թե ուշ այդ մոմից որևէ մեկը գալու է կպցնի։ Եթե առաջինը գալիս էր նա ավելի շատ բաներ նշաներ բռնում, երկրորդը գալիս էր ավելի դզում էր, երրորդին արդեն խփում էր, այսինքն երրորդը կպցրողը պամպամյամտի բանալեր։ Մենք հասցրեցինք այցելել նաև գլխավոր շտաբի նվագախմբի տղաներին։ Մեզ հետ նրանց հյուր էր եկել նաև կոմպոզիտոր երաժիշտ Մարտին Վարդազարյանը։ Իսկ եղել եք էլի զորամասերում, պարոն Վարդազարյան։ Եղել եմ զորամասերում, բայց քանի որ դա ռազմական գաղտնիք է, ես չեմ ասի հասցեները որտեղ։ Ձեր նախընտրած ուտեստը ո՞րն է, մայստրո։ Իմ պատրաստած բորշը։ Միայն ձեր պատրաստած։ Չէ, եթե շատ եմ սիրում ոստրե, բայց կյանքումս կերած չկա։ Ամենազոր զենքը գիտեմ, ամեն տեսակ զենքի դեմ, երկն ու շպիտն են զվարդ, որ պահում են մարդուն մարդ, ինձ էլ չանեք աչկաթով, բարի ժպիտ բաժանով։ Եկեք այսպես անենք, եթե ինչ-որ հարցեր կա, հարցեր տվեք, եթե հարցեր չկա, ես կասեմ ինչ հարցեր տակ։ Եղավ։ Ծանոթացեք, այսօր մեր հյուրն է, անվանի կոմպոզիտոր, բոլորը լավ ճանաչում եք, Տիգրան Մանսուրյան։ Հայոց բանակի մասին խոսելիս առաջինը, որ ուզում եմ հիշել, այն է, որ քաղաքում Հովհաննես Շիրազը սովետի տարիներին շրջում էր ու թաքուն ցածր ձայնով ասում էր, ով որ մարդիկ որ հավաքված են ասում, բանակ չունենք, գնում էր որ բանակ չունենք, համարում էր, որ Հայաստանը իր բանակը պետք է ունենա, անկախ։ Եվ Շիրազի երազանքը եղավ այս հսկա կառույցը, որ հիմա գոյություն ունի։ Ես ամեն անգամ Շիրազին եմ հիշում, իր այդ ժողովրդի մեջ մտնելն ու բանակ չունենք ասել։ Հիմա շիրազյաններ պետք է ասել բանակ ունենք։ 2014-ին անակնկալները մեզ հետևում էին ամենուրեք։ Հերթական անակնկալն էլ կապված էր մեր հաղորդման հեղինակ ղեկավար գնդապետ Սեյրան Շահսուվարյանի որդու Նարեկ Շահսուվարյանի հետ։ Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ մենք մեկնեցինք Նարեկի զորամաս եւ անցկացրինք նրա հետ մեր օրը։ Բանն այն էր, որ Նարեկն այդ օրը զորացրվելու էր, իսկ տանը դրա մասին տեղյակ չէին։ 1000 անգամ ծնողներին անակնկալ մատուցած Սեյրան Շահսուվարյանը ինքը անակնկալի եկավ, երբ տեսավ, որ իր իսկ հաղորդման շրջանակներում իր տղան վերադարձել է տուն։ Շնորհակալ եմ, որ սենց անակնկալ մատուցեցիք ինձ։ Պարոն Զաքարյան, կարծում եմ բոլորը կամաձայնեն, որ զինվորի եւ ծնողի հանդիպումը ամենահուզումնալից բաներից մեկն է մեր հաղորդաշարի։ Իհարկե, հուզումնալից է, ամենավերկրալի, ամենագեղեցիկ, ամենասպասելի րոպեն է դա։ Եվ ես երջանիկ եմ, որ մասնակից եղա այդպիսի երջանիկ րոպեների։ Երևի այսօր մեր երկրի համար դրանից առավել լավ բաներ կարան լինեն։ Երեխայի կնունքը, հարսանիքը նման մի բան է, բայց սա ավելի սպասված է, որտեղ սա մի քիչ տագնապով են սպասում։ Սիրված դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ մեկնեցինք սահմանային զորամաս, որտեղ Էդգար Վարդանյանի շնորհիվ մենք ծանոթացանք զինվորների առօրյային։
Հայրերի երկույրներին Սիրած աղջիկներին էլ շեցին։ Եվ կտտենք անիվը մարդկության Մեկ, երկու, երեք, չորս Դու անավտ ես ու անսոր Ձեր տպավորությունները զինվորների շարքով Շատ Համովա Քեզանից լավ են սարքում երևի բով Չէ, նու էդ մեկը սուտ ասաց Չէ, աստատ Դու չիքի չես կերել իմ սարքացները Դիտակիտ լսում է Հա, իրանք ստե Շարքային Հովանեսյանը լսում է Այո, մենք հիմա վերադառնում ենք ամեն ինչ լավ է, կարծես դեռ խաղաղ է ու հանգիստ Ահա, շնորհակալություն, եղավ Մերուշ դուք լորվա մարզից եք Իջևանից, զգացի ես ձեր ակցենտից Դե ինչ ասեմ, ձեզ բարի ծառայություն ենք մաղթում Մարտիկ հաղորդաշարն է ու միակ բանը, որ այսօր մենք փորձում ենք անել մարտիկի իրական ամուր ոգին ցույց տալ ու ծանոթանալ մեր այսօրվա հերոսների կեցեք դուք Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի սաների հետ եղանք Երվանդ Քոչարի հեղինակած Սասունցի Դավիթ Արձանի տեղադրման 55-ամյակին եւ այցելեցինք Երվանդ Քոչարի անվան թանգարան Մենք այն եզակի ազգերից ենք, որոնք ունեն իրենց հավաքական կերպարը խորհրդանշող հերոս։ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ Սասունցի Դավիթն իր դրսևորումներն ունի յուրաքանչյուրից մեջ։ Վստահ եմ, Դավիթ կնկի լինել սերունդների իդեալն ու դաստիարակողը, չէ որ մենք էլ։ Մեր հայրերն էլ ոգեշնչվել ենք այս հերոսով։ Այս տարի մեր հաղորդման հյուրը եղավ դեռևս 20 տարի առաջ այս նախագիծը վարած Արմեն Հարությունյանը, ով Նշան Նշանյանի հետ եղավ իր սիրելի գյուղը պաշտպանող գումարտակում եւ դրա ենթակայության տակ գտնվող առաջնագծում։ Մտքերով արդեն գնացի մոտ 20 տարի հետ, երբ առաջ անգամ որոշեցինք, որ պաշտոնական ծրագրերից բացի բանակի մասին այլ ստեղծել զվարճալի, հաճելի ինչ-որ այլ բան։ Ճիշտ ասած դեռ պատկերացում էլ չունեինք ինչ կստացվի, բայց փառք Աստծո ստացվեց այն ինչ որ այսօր դուք ունեք եւ դրա հետևում կա անցած 20 տարիները։ Այս տարին առանձնացավ նրանով, որ մենք նշեցինք մեր նախագծի 20-ամյակը։ 20 տարի մենք ասել ենք, ողջույն, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է։ 20 տարի մենք ծառայել ենք հայ զինվորի կողքին։ 20 տարի մենք թակել ենք ձեր դուռը եւ ասել, աչքներդ լույս զինվորին տուն ենք բերել։ 20 տարում հանրայինի եթերում մենք մի ամբողջ պատմություն ենք կերտել։ Հարգելի Մարտիկ հաղորդաշարի հիմնադիրներ, աշխատակիցներ, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել, ցանկանալ յուրաքանչյուր աշխատակցի առաջին հերթին անձնական հաջողություններ, առողջություն եւ իհարկե հպարտություն այն կատարած աշխատանքի համար, որը որ գնահատելի է մեր հասարակության կողմից, մենք համագործակցել եւ շարունակելու ենք համագործակցել ձեր հետ այս տարիների կատարած աշխատանք քրտնաջան աշխատանք է, որը որ գնահատվում է մեր հասարակության կողմից եւ նաեւ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից Բոլորն էլ մեծ սպասելիքներ եւ նպատակներ ունեն 2015 թվականի հետ կապված։ Իսկ թե ինչ սպասելիքներ կան Մարտիկ հաղորդաշարից, իմանանք մեր հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանից։ Արման, ինչ սպասելիքներ կան Մարտիկից։ Այնինչ որ մեզանից սպասում եք, բնականաբար կլինի անակնկալ այցելություններ զորամասեր, անակնկալ այցելություններ ձեր տներ, անակնկալ արձակուրդներ, անակնկալ հյուրեր, իսկ ակնկալիքներ, այ Մարտիկ հաղորդաշարը ակնկալիքներ ունի։ Հուսանք, որ այս տարի հնարավորություն ունենանք ավելի հեռու սահմանային զորամասեր այցելել, եւ ակնկալում ենք, որ այս տարի կունենանք ժամանակակից տեսախցիկներ։ Շատ լավ կլինի, որ մեր ստեղծագործական անձնակազմում լինեն համալրումներ, որ մի քիչ էլ մեր բեռը թեթևանա, էլի նորեր ջան, դե դու գիտես։ Լավ, փաստորեն Մարտիկ հաղորդաշարը ամեն ինչ կնի ձեզ համար մնում է ինչ-որ մի չափով օգտակար լինել նաև մեզ Մարտիկ հաղորդաշարին։ Դե ինչ, բոլորի նոր տարին թող շնորհավոր լինի, բոլոր զինծառայողներին բարի ծառայություն, իսկ նրանց սպասողներին համբերություն։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն էր եւ ձեզ հետ էր Նորայր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Յանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ,
Զենքս որ դուսի սկսերես մայրերին կտամ Ապարթայած բարի ժկիտ Վերջին խոսքեր պատիվ ունեմ Բիբլիական մասիսի պես Դուք միշտ հզոր հայոց սպաներ Պատիվ ունեմ